Դա ասողը առնվազն պետք է ունենա հոգեկան լուրջ խնդիրներ։ Վարչապետը ինչ իրավունք ունի նման արդարություն անելով, ինքը ով է։ Նիկոլ Փաշինյանը թոշակառուների փոխարեն որոշել է, որ եթե թոշակը 10,000 դրամով ավելացնեն, ապա թոշակառուն իր առողջապահական խնդիրը միևնույնն է չի լուծելու։ Եկեք ոչ թե թոշակն ավելացնենք, այլ առողջապահության համակարգներ դնենք։ Դա կարևոր է, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նրանի պատասխան Շիրակի մարզի թոշակառուները պնդում են, որ լավ էլ կարող են ծախսել կամ խնայել հավելյալ 10,000 դրամը։ Դա աբսուրդ է, Նիկոլի ասած է, որտեղ ինչպես յուրաքանչյուրները հայտարարություն, սա եւս իր մեջ պարունակում է աղմկահավես տարեր եւ ի վնաս ժողովրդի։ Յուրաքանչյուր մարդ գիտե, այդ 10,000-ը մեծ գումար չի, բայց եթե տեղորակ է պետք, մարդիկ գնում են տեղ առնելու, մեծամասնությունը թոշակ։ Հիմա թե տան մեջ ինչ որ պակաս կա, այդ 10,000-ը ինչ մեծ գումար է, որ չկարողանան մարդիկ տնտեսեն։ Հարցված քաղաքացիները Փաշինյանի կարծիքը չեն կիսում։ Ավելին, նրա ելույթները մարդկանց մոտ զայրույթ է առաջացնում։ Ինչպես նշում են, նրան այլևս ոչ ոք չի հավատում։ Թող ինքը իր կյանքը նորմալ ապրի, հետ ուրիշները սովորացնի։ Չէ, համաձայն չեմ այդ մտքի հետ։ Հաշետ Նիկոլ Փաշինյանը ով է, որ համաձայն են։ Ես համաձայն չեմ, այդ թոշակն է մարդկան եմ վիճակենտերը բոլոր մարդիկ հիվանդ են այդ վիճակով կրնան տեղորակ առնին, թե իրանց գոհությունը պային։ Գոնե մեծ մարդկանց թոշակառուներին գոնե հացի փող է եղնի։ Այսքան աշխատել ենք, չենք ծախսելու տեղը։ Համաձայն չեմ։ Թոշակառուները ծախսելու տեղ չունին, հնարավոր է այդպես բան ինչ է։ Ես թոշակառու եմ 15 տարի հետ, փող չունիմ ծախսելու։ Թոշակառուն մերն է պետք է փողից ծախսել։ Բժշկություն է, բան է, դոնք սախ մստեղ փողով են Հայաստան ինչ է։ Ինչ չունենա թոշակառու ծախսելու տեղ։ Գրա թորգը պայ, գրա երեխա պայ, վերջը ամեն ինչ կարծիք ունենաս, չէ։ Ամեն ինչով։